Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք UEFA կոնֆերենցիաների լիգայի Փյունիկ Դեբրեցեն հանդիպման հետ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը կխոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Good evening, dear colleagues. We're starting a post-match press conference of Punic Debrecen match with team head coach Artak Osyan. Firstly, the head coach will talk about the game and afterwards you can ask your questions. Պարոն Օսյան, կարծիք խաղի մասին։ Կարծում եմ սցենարով շատ նման էր առաջի հանդիպանը, էլի որակական առումով ված չխաղացինք, բայց չեմ կարող ասել, որ ամբողջական լիարժեք լավ խաղ անցկացրեցինք։ Ամենայն դեպս բավական շատ գոլային պայեր ստեղծեցինք, նույնիսկ գոլ խփեցինք իմ կարծիքով մաքուր, որը չեղարկվեց։ Ամեն դեպքում երկու հավասար թիմերի դիմակայություններ, որտեղ մի հարվածը որոշիչ եղավ։ Իհարկե դժվար է ընդունել արդյունքը, բայց պետք է շարժվենք առաջ։ So it's a very complicated game. Two teams had both chances, created chances. I don't think that we played fully a good game, but we created chances. We even scored a goal that was disallowed by offside. And this is a kind of game tie that was the result only from one shot, and that was goal in the first match. But I hope that this match wouldn't go the other way. Հարցեր։ Վլադիմիր Գաբրելյան սպորտ որտեղ պարոն Օսյան հանդիպան վերջնամասում ավելի շատ էր թիմը գրոհում, բայց եզրափակիչ փուլում ինչ որ խնդիրներ էր առաջանում, ինչ կասեք այդ մասին։ Դե բնական է արդեն եզրափակիչ մասում խաղի ռիսկի գնացինք, կարելի ասել անընդհատ բարձր եզրերով էին խաղում, բարձր փոխանցումներով, քրոսներով, իսկ հակառակորդը մեծ քանակությամբ տեղակայվել էր սեփական դարպասի մոտակայքում, ինչը դժվարություններ էր առաջացնում։ Այլ հարցեր, Վլադիմիր։ Այնպիսի տպավորություն կար, որ խաղադաշտի կենտրոնական հատվածում ինչ որ խնդիրներ էր առաջանում, դա կարող է կապված լինել նաև Արտակ Դաշյանի բացակայությամբ։ Չէ, չեմ կարծում։ Առաջին խաղակեսում ես կարող եմ ասել, որ մենք կենտրոնում հաղթեցինք, երկրորդ խաղակեսի սկզբնամասն էլ, բայց վերջում բնական է, որ սկսեցինք ավելի շատ ռիսկի գնալ, ավելի շատ մեծ քանակությամբ ֆուտբոլիստներ բարձրացնել վերև, կենտրոնական հատվածը դատարկվում էր, դա միակ խնդիրը։ Այլ հարցեր, Վլադիմիր։ Խոսք գնաց ռիսկի դիմելու մասին, կատարված փոփոխություններով փորձեցիք ինչ որ բաներ անել, բայց չստացվեց, ինչ է կարծում, կարողանաք այս ճգնաժամից թիմին հանելը, քանի որ արդեն թիմը հանդես է գալու միայն Հայաստանի առաջնությունում։ Նախ չեմ կարծում, որ մենք ճգնաժամ ունենք, մենք խաղում ենք բավական բարձրակարգ թիմի դեմ ու կարող եմ ասել, որ այդ թիմի ֆոնին մենք բավական լավ տեսք ունենք, դրա համար չեմ համարում, որ ճգնաժամ ունենք, իհարկե այս պահին դժվար է այս պարտությունը ընդունել, որովհետև կարող ենք ասել, որ հավասար նույնիսկ շատ էպիզոդներում առավելությամբ էինք խաղում, այնպես որ էմոցիաները երբ որ կսառեն, ավելի սառը կդատենք, կվերլուծենք, կանցնենք առաջ։ Այլ հարցեր, խնդրեմ։ Այդ հարցին համաձայն եմ, գուցե որոշակի առումով շտապեցինք, եթե խաղից հետո ենք հիմա վերլուծում, բայց ամեն դեպքում մենք դա մինչև խաղն էլ պլանավորել էինք, որ վերջի 25-30 րոպեն պետք է մեծ ճնշում անենք թարմ ֆուտբոլիստներով։ Այլ հարցեր, խնդրեմ։ Բնական է շատ դետալներ կա, որ պետք է լավացնենք ու հենց առաջնայինը աչքի զարնողը դա վերջավորությունն է, հարձակումների գոլային պահերի իրացումը, որի վրա պետք է շատ աշխատենք։ Վլադիմիր։ Հայաստանի նախորդ մրցաշրջանում թիմը գրավեց լավագույն եռյակում, տեղ գրավեց լավագույն եռյակում, այս գալիք մրցաշրջանում որն է թիմի նպատակը լինելու։ Մենք
ունենք մաքսիմալ առաջադրանք, մենք պայքարելու ենք չեմպիոնության համար։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Շնորհակալ եմ։